Երբ որ մայրդ չկա, դու միևնույնն է բնականաբար երեխա ես, տղա ես, հիշում ես, մտածում ես, երբեմն հուզվում ես, բայց ես նկատում եմ, որ քո մոտ չկա այդ տրավման, որովհետև Սյուզանը, քո մորաքույրը, կարողացել է այնպես անի, որ դու դա չզգաս ու այնքան հետաքրքիր է դու նաև հայրիկիդ, այսպես ասած, չես տեսել, ստացվում է, որ չես ունեցել մի քիչ կոպիտ է հիմա հնչում, ոչ մայրիկ, ոչ հայրիկ, բայց դու շատ ավելի հիմա առողջ ես դատում, քան շատ երեխաներ, որոնք ունեցել են մայրիկ եւ հայրիկ։ Հա։ Ուստեղ երևի այդ փաստում է այն, որ ավելի կարևոր է տան մթնոլորտը, ավելի կարևոր է այդ փոխհարաբերությունները ու հետևելը ու տեսնելը հիմնական ընտանեկան կարևոր կոմպոնենտները, կապ չունի դա դու ումից ես ստանում, այսինքն մենակ խորագրով, որ սա մայրիկն է եւ սա հայրիկն է, տանը միշտ սիրուն լույս չի կարա վառվի, պետք է լինի ճիշտ ամեն ինչ, այսինքն ես շատերն են ասում, Սյուզանը քո համար եղել է եւ մայր, եւ հայր, կամ ասում են դե մամա տա էլի, կամ օրինակ Սյուզանը, որ ասում են Միշելը, բան ասում են քո տղան է, ասում եմ ոնց որ քրոջս տղան է, ասում են դե քո տղան է էլի։ Հա։ Ասում չէ, ինքը մայրը չի, բայց դա չի նշանակում ոչ մեկ, ինքը մարդ է, ով ինձ մեծացրել է։ Մենք դրանով կարանք ամեն ինչ ստեղ ոնց որ խոսանք եւ ծավալվենք բոլոր այն գծերով, որը մայրը ինձ կտար։